ոլորտին առնչվող կուզենամ դրանցից մի քանիսը մեկնաբանեք։ Օրինակ, ինչքան հեռուստացույց է արտադրվել այն գործարանում, որի կարմիր ժապավենը կտրեց Նիկոլ Փաշինյանը։ Չեմ կարող ասել, չեմ տիրապետում։ Այսինքն այդ գործարանը կա, չկա, բանկի։ Հայաստանում գործում է 100,000 ընկերություն եւ պարզա որ բոլոր ընկերությունների աշխատանքի մասին ես տեղեկություն չունեմ։ Ինչքան սեպուհ մեկ ավտոմեքենա է արտադրվել Հայաստանում, որի մասին հիշում եմ գործարանը նորմալ թափով աշխատում է դա։ Ոչ։ Գործարանը փորձնական փուլը անցել է։ Հիմա ընկերության ներդրողները հաջորդ փուլում են ներդրումների ներգրավման, որպեսզի կարողանան արդեն սերիական արտադրություն իրականացնել։ Ինչքան գազի բալոն է արտադրվել այն գործարանում, որի կարմիրելի ժապավենը կտրեց Նիկոլ Փաշինյանը։ Գիտեմ։ Այս թեմաները ձեր ոլորտին են առաջվում։ Ես կարող եմ խոսել 3300 ընկերության մասին, ովքեր վերջին 2 տարվա ընթացքում օգտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող տնտեսության արդիականացման ծրագրից, ձեռք են բերել 189 միլիարդ դրամի սարքեր, հոսքագծեր, գործարաններ, որոնք աշխատում են եւ կարող եմ նաեւ ասել, որ այդ ընկերությունները 2023 թվականին անհամեմատ ավելի շատ հարկ են տվել, քան այն ներդրումը կամ այն սուբսիդիաները, որը մենք տրամադրել ենք իրենց։ Այսինքն բնականաբար մենք գնում ենք տարբեր գործարաններ, շփվում ենք տարբեր գործարանների հետ, ընդունում ենք առաջարկներ բացել ցուցահանդեսներ, գործարաններ եւ դա անում ենք, որպեսզի քաջալերենք մեր գործարարներին իրենց բիզնես նախաձեռնություններում։ Եվ բնականաբար մեզ ոչ ոք այդ գործարանների ոչ տերն է, ոչ էլ բիզնես մենեջերը, ոչ էլ կառավարիչը, եւ եթե այդ գործարաններից ոմանք ձախողվում են, դա շատ նորմալ երևույթ է։ Հիմա ձեր հարցերը, ես հասկանում եմ դրանց հետին միտքը, այսպես ասած, բայց ես կարող եմ ասենք դուք ասեք 3 ընկերության անուն, ես կարող եմ 3300 ընկերության անուն ասել, որոնք հաջող աշխատում են Հայաստանում եւ վերջին 2 տարվա մեջ ընդունել են եւ օգտագործում են էկոնոմիկայի նախարարության ծրագրից ընդամենը մեկը։ Ավելին ասեմ, եթե 2020 թվականին էկոնոմիկայի նախարարության բյուջեն կազմել է 28 միլիարդ դրամ, ապա 24 թվականին այդ թիվը կազմել է 91 միլիարդ դրամ նախնական բյուջեն եւ բնականաբար էկոնոմիկայի նախարարությունը վերջին 3 տարվա իր աշխատանքով ցույց է տվել, որ հատկացված բյուջեն մենք միշտ գերակատարում ենք, ուստի վստահ եմ, որ այն ներդրումը, որ մենք անում ենք տնտեսության մեջ, կբերի եւ բերում է այն արդյունքներին, որ դուք տեսնում եք, այսինքն արդեն 2 տարի է, 2022 եւ 2023 թվականներին Հայաստանի Հանրապետության տնտեսությունը աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների շարքում է, առաջին տասնյակում, այսպես ասենք, կարծում եմ նաև 6 տարի կլինի առաջին հնգյակում։ Եվ դա ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականությունը ընդհանուր առմամբ կարելի է համարել հաջողված։ Պարոն Քերոբյան, այդ բումը տնտեսական նախորդ տարի պայմանավորված է ռելոկատորներով, այն քաղաքացիներ, որոնք եկել էին Հայաստան, հիմա այդ բումը պահպանվելու է, թե արդեն գնում է նվազում դեպի անկում է։ Նախ չեմ կիսում ձեր տեսակետը, որ այդ բումը միայն ռելոկանտների գալու արդյունքում է, բնականաբար Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ մենք մեր թիմով, քաղաքական թիմով անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանը դառնա գրավիչ միջավայր ապրելու, աշխատելու, ստեղծագործելու համար եւ այդ միջավայրի վրա կատարած աշխատանքի արդյունքում է, որ այն մարդիկ, որոնք ստիպված են դիքել Ռուսաստանը, ընտրել են Հայաստանը, որովհետև իրենք չեն ընտրել, ասենք, Ադրբեջանը, բազմաթիվ այլ երկրներ, իհարկե Ղազախստանը են գնացել, բայց ասենք Հայաստանը գլխավոր շահառուներից մեկն է, կարելի ասել այդ միգրացիայի եւ կարծում եմ, որ այսօր էլ այս օրենքի ընդունումը, որ դուք տեսաք, միտված է նրան, որպեսզի մենք ցույց տանք
մարդկանց, աշխարհի մարդկանց, որ Հայաստանը IT-ով զբաղվելու համար լավ տեղ է։ Եվ այդ ինչ վերաբերում է ձեր գլխավոր հարցին, թե արդյոք կշարունակվի բումը, գիտեք, որ 2024 թվականին կառավարությունը եւս կանխատեսել է 7% տնտեսական աճ, կան մարտահրավերներ, ես չեմ կարող թաքցնել, բայց նաև կան շատ հնարավորություններ, որոնք պատշաճ դեպքում բնականաբար մենք էլի կհասնենք մեր թիրախին։ Դուք գիտեք, որ փուչիկ տնտեսական աճը, որովհետև ինքը հիմնված է ոչ արտադրողական աճի վրա։ Իսկական տնտեսագետները, թե փուչիկ տնտեսագետները։ Պարոն Քերոբյան, եւ որքան աշխատող այսպես խելացի գոբեր ի վերջո կան Հայաստանում։ Խելացի անասնագոբեր 51։ Դա աշխատում է արդյոք։ Այո, բայց բացի դրանից ես կարող եմ ասել, որ էկոնոմիկայի նախարարությունը անդադ աշխատում է, որպեսզի իրականացվող ծրագրերը լինեն, այսպես ասած, scalable եւ վերաբերվեն եւ ունենան մեծ ազդեցություն տնտեսության վրա, հա, չենք դիտարկում կամ ծրագրեր, որոնք փոքր կամ այսպես ասենք նիշային ազդեցություն ունեն տնտեսության վրա եւ այդ տեսանկյունից հիմա կոնկրետ ձեր նշած ծրագիրը փոփոխման փուլում է, որովհետեւ մենք արդեն գիտենք, թե ինչ է պետք փոխել, որպեսզի այդ ծրագիրը վերաբերվի այսպես ասենք մեծ թվով տնտեսվարողներ եւ դա մեծ արդյունք։ 51 անասնագոբը ինքնին մեծ արդյունք չի։ Հիմա մեր մյուս տարվա պլաններից մեկը, որ պլաններից է նաեւ այդ ծրագրի լավարկումը, որպեսզի մենք կարողանանք ընդլայնել այդ ծրագրի գործողության ազդեցությունը, բայց նաեւ պետք է ասեմ, որ մյուս տարի մենք սկսում ենք նաեւ կովերի արհեստական սերմնավորման ծրագիր, որի ներքո մենք գյուղացիներին աջակցելու ենք, ֆերմերներին աջակցելու ենք արհեստական սերմնավորման գործընթացում, որպեսզի ընդհանուր առմամբ գենետիկան լավացնենք։ Հիմա մանրամասները չեմ կարող ասել, բայց առաջարկվելու են գրավիչ պայմաններ, որպեսզի ֆերմերները նախընտրեն բարձրակարգ սերմնահեղուկով սերմնավորել իրենց խոշոր եղջերավոր կենդանիներին եւ դա կբերի արտադրողականության աճի 2-3 տարի հետո։ Շնորհակալություն հարցերի հեղինակը քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանն։ Ակներեք Կարեն Քոչարյանն։ Այս հարցերը համացանցով նաեւ ասեմ դրատանջոցներ։ Շատ լավ, դե Կարեն Քոչարյանը քաղտեխնոլոգ է, ոչ թե քաղտնտեսագետ։ Շնորհակալություն։